Կոտայքի մարզի Մարմարի գյուղում շարունակվում են 2 տարեկան տղայի որոնողական աշխատանքները, որին ներգրավված են ոստիկանության փրկարար ծառայության աշխատակիցները։ Բացի այդ, որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Մարմարիկի բնակիչները։ Վարկածներից մեկն այն է, որ 2-ամյա Տիգրանը ընկել է իրենց տնից մի քանի մետր հեռավորությամբ հոսող Մարմարիկ գետը։ Բնակիչներից մեկը Նյուզեյեմի հետ զրույցում նշեց. «Փոքր գյուղ է, բոլորը բոլորին ճանաչում են, օրինական ընտանիք է, երեխայի հայրը ծնողների հետ է ապրում, 2 օր է, որ էս չարաբաստիկ դեպքը պատահեց, չգիտենք, թե վերջը ինչ կլինի, կասկած կա, կարող է ջուրն ընկել, նա կասկած կա, որ կարող է գողացել, տարել են, բայց ոչ մի բան էլ դեռ չի հաստատվում։ 4 տարեկան աղջիկ էլ ունեն, 2 երեխաները եկել են հոր ու պապու մոտ, որտեղ ավտոներ են ռեմոնտ անում, դրանից հետո անհայտացել է երեխան, ոչ ոք տվյալներ չունի, թե գնաց գետի կողմ, գնաց գյուղի մեջ, թե որտեղ»։ Մեկ այլ գյուղացի էլ հավելեց. «Գյուղը ջահելությունից բռնած, մեծերով վերջացրած, սաղ էլ ման են գալիս, էլ ջրերում էլ քարերի տակն էլ նայում են։ Էս գյուղը նենց գյուղ ա, որ մեկ մյուսի համար կանգնած ա, ամեն պահին, ամեն վայրկյանին, էդ երեխուն էլ անգամ բոլորն էլ ճանաչել են։ Գյուղի ջահելները վարար ջրի մեջ մտել, ման են եկել, սաղ գիշեր չենք քնել, մեկը իմ տղեն տուն չի եկել, ման են եկել սաղ գիշեր փրկարարների հետ կամ առանձին։ Մալադեց էս մեր փրկարարներին, էս մի սուտկա է, չեն քնել, մինչև հիմա ման են գալիս»։ Մի կին էլ պատմեց, որ իրենց տանը երեխաները խաղացել են, ինքը դուրս է հանել, նստել են նստարանին, ինքն էլ կողքներն է եղել։ Հետո երեխեք գնացին տուն, ես գնացի պառկեցի, այդքան բան, պապն ու տատն էլ այդտեղ մեքենայի վրա գործ էին անում, ինքը ճարպիկ երեխա էր, վազում էր, իմ տան երեխան էր, վրես այնպես է ազդել, ես նստել եմ կողքները, մինչ քույր ու եղբայր գնացել են տուն, բայց չեմ տեսել, որ մտել են տուն։